Ես ծնվել եմ Pasadena, California, Ամերիկայում ու մեծացել եմ Pasadena, California-ում։ 1907 թվականին բաբայիս մեծ հայրը տեղափոխվեցավ Խարփերթեն, Չարթերեն փախավ ու գնաց Ամերիկա, կոնկրետ Rhode Island նահանգը։ Մամայիս ընտանիքը մուշ, Սասուն, տարբեր դեղերից։ Առաջին այցը Հայաստան 2007-ին էր ընտանիքով։ 2 տարի անց եղբորը ու ընկերոջ հետ եկավ ու մնաց ավելի երկար, քան նախատեսել էր։ Նախավերջին օրը ես որոշեցի, որ պիտի երկնցնեմ իմ արձակուրդը։ Եղբայրս ու ընկերը վերադարձան Ամերիկա, ես 1.5 ամիս դեռ մնացի։ Հայաստանը դեսա, բամը շատ հատուկ ծրագիր չունեի, ուղղակի մտածեցի, որ լավ գլա եթե երկար մնամ։ Այդպես ամեն տարի մոտ 2 ամսով գալիս էր Հայաստան ու շրջագայում։ Քերիս տեղափոխվեցավ Հայաստան Ամերիկայեն 10 տարի առաջ։ Իր հետ կանցնեի ժամանակս, իր ընտանիքին հետ։ 2011-ին նորեն եկա այդ ծերության համար ու թմոյումը սկսա աշխատել որպես կամավոր։ Որոշեցի, որ օքեյ, Հայաստանը կրնա ինձ համար բնակելու տեղ լինի։ 2013-ին վերջնական տեղափոխվեցա։ Հենց նորեն թմո աշխատելու համար։ Չեմ գնա հստակ պատասխանել ու բացատրել թե ինչու, բայց ավելի հանգիստ կզգայի Հայաստանում, ավելի հանգիստ կզգամ դերս ներկա բահին։ Արդեն մենք 4 սերունդ Ամերիկան մեծ սեր ենք ապրել ենք, մի քիչ փոփոխություն լավ գլա ընտանիքին համար։ Բայց ընտանիքը պատրաստ չէր մեծ փոփոխության։ Նշանը միայնակ տեղափոխվեց հայրենիք։ Մայրս ասա, որ Հայաստանում աբակա չկա։ Ես ասեցի, մամ, այդ պատճառով եք որ գերտանք, որ աբականը ստեղծենք։ Հայրս ասավ, son, go do whatever you want, as long as you're happy։ Հիմա գսել դղա նշան լավ գլա Ամերիկա վերադառնաս քիչ մը փող աշխատիր, հետո գնա Հայաստան։ Ասի, մամ, փողը կարևոր չէ։ Կարևորը նշանի զգացողությունն էր, որ ուներ միայն հայրենիքում։ Ամերիկա ես հայ չէի եսկար, այստեղ հայ գսկամ։ Ամերիկայում հայ մտնորդի մեջ չէի, հայ ընկերներս շատ քիչ էին, ես ավելի ու թեր գսեմ, որ այս ավելի ամերիկացի եմ, բայց Հայաստանում ավելի հայ գսկամ։ Հայերեն չէին կնար խոսել դան մեջ, որովհետև հայրս հայերեն չխոսիր, չհասկանար։ Ինքը 3-րդ սերունդ Ամերիկա հայ է, 1/4 իլանդացի, 3/4 հայ։ Տանը միայն մայրն էր հայերեն խոսում։ Բաբաս Թոշկovanար եթե լեզու խոսենք, որ ինքը չէր հասկանար, միշտ կգասկածեր, որ իրեն մասին էինք խոսում։ Բայց ինքը ուզեց, որ մենք գնանք հայկական դպրոց, մինչև 12 տարեկան էի, մենք գնում ենք հայկական դպրոց։ Նշանը հուսով է, որ կգա մի օր եւ ընտանիքը կլինի ամբողջական։ Մեր ընտանիքին առաջին հարսանեկը է Սամարը, ընտանիքը գուքանորեն այցելության, այդ պահին մենք կորոշենք իրենց, ոչ թե կորոշենք, կփորձենք իրենց համոզել, որ իրենք որոշեն մնալ։ Ամեն ինչ արդեն ծրագրել է։ Ծնողներին առաջինն իր աշխատավայր է տանելու։ Թումոն չեն լսած, իրենց թումո կփերեմ։ Աշխատանքի դեղս ցույց կտամ, որովհետև հիմնականում ժամանակս այստեղ կանցնեմ։ Հետո Կասախ, հետո Աշտարակ, հետո Դիլիջան, այդ հերթով, որովհետև նույն ճանապարհի վրա է։ Նշանը խոստովանում է, հայաստանյան կյանքից հետո դժվար է ապրել դրսում։ Եթե աշխատանքը գա, գրնաս լավ կյանք խոսապի։ Ավելի հեշտ է ընտանիքով շփվել, ընկերներով շփվել։ Ամերիկա օրինակ ես պիտի 2 ժամ նստեի մեքենայի մեջ, որ քշեի ընկերներիս տեսնեի։ Եվ պիտի ադի մի շաբաթ առաջ պայմանավորվեինք։ Հայաստանում, Երևանում ժամը 13-ին գզանքեմ անտրանիկ ինչ կնես որ։ Ասել ոչ մեկ բան, եկու սուրճ խմենք, կերտանք սուրճ կխմենք։ Շատերը գսեն Ամերիկա ռոբոտիկ կյանք կա բրիս, ես գսեմ այո, ռոբոտիկ կյանք կա բրիս Ամերիկայում։ Որոշեց փոխել կյանքի ռիթմը, այսօր հպարտանում է իր գործի արդյունքով։ Շատ ուսանողներ ունեմ, որ ես սովորացել եմ ֆիլմերի ստեղծում կամ ստեղծագործություն եւ գրնամ հանգիստ հոգով մտքով ասել, որ ինձ անցել են արդեն մագարտակով։ Եվ դա շատ լավ բան է։ Ես այստեղ աշխատում եմ մեր Yelling Animation Startup-ի հետ, մենք ստեղծում ենք մի հատ կարճ animated miniseries։ Մի հատ աղջկա մասի, որ գրգեսից կփախի։ Հետո ընթացքում կսորվի, որ իր ադոնը իր ընտանիքը հենց այդ գրգեսն է։ Ասի մեր առաջի էպիզոդի մի դարբերակն է։ Ասի լրիվ մի հատ 10 րոպեանոց էպիզոդ է, որ որոշեցինք մի հատ շարքը պիտի պահենք։ Մնացածը պիտի մեկ կողմ տնենք, բայց մի հատը կպահենք։ Ոչ միայն նկարում են, այլև ֆիլմեր դիտում, վերլուծում, քննարկում։
Սինեմայում մենք հիմնականում գարաժամետրաժ ֆիլմերի դիտումներ գնենք մեր ուսանողներին հետ։ Այդ ամեն ֆիլմից հետո կքննարկենք ֆիլմերը, որ մենք հասկանանք ու երեխեքն հասկանան ինչ է իրենց սպասում workshop-ներին։ Հայաստանում շատ է շրջագայել։ Հույս ունի, որ մի օր էլ Արևմտյան Հայաստանում ազատ կզբոսնի։ Օրը կուզենայի տեսնել, բայց չեմ ուզել դուխուր մտնեմ կամ եթե ես պիտի երթամ, պետք է ինչ-որ նպատակով երթամ։ Ուղղակի արձակույթի համար չեմ երթալ, ես նպատակով պետք է երթամ։ Օրինակ կուզենայի երթալ Անիի եկեղեցիները տեսնել մոտից, կուզեմ քայլել այդ քարերի մեջ են հասկանամ, ու օրը կուզենայի տեսնել Խարփերթը։ 4 տարի է նշանը Հայաստանում է։ Այսօր ժպիտով է հիշում բոլոր նրանց, ովքեր փորձում էին իրեն հետ պահել հայրենիքում հաստատվելու որոշումից։ Եթե մյուսներին լսեի, չէի տեղափոխվել Հայաստան, բայց ես ասեցի, չէ, ես պետք է փորձեմ։ Ադոնք որոնք ոչ էին ասում, այո, կարող է իրենց համար չստացվեր, բայց ինձ համար ստացվեց։ Գրնամս է, որ իմ դուներից մեկն է Հայաստանը, որտեղ ես հեչ չեմ թողելու Փասադինան որպես իմ դունը, որտեղ ես այնտեղ եմ մեծացել, ընտանիքը աշխատել այդ քաղաքում, զարգացուցել ենք այդ քաղաքը։ Հիմա Հայաստանը նույնպես իմ դունն է, ես երկու հատ տուն ունեմ, Փասադինան և Երևանը։